Բարև, ես Էլենն եմ, իսկ այս վիդեոն լինելու է ուսուցիչ աշակերտեն իրավիճակների մասին, որոնք վստահ եմ, որ ծանոթ է շատերին։ Դե ինչ ձեզ մաղթում եմ բարի դիտում, գնացինք։ Դասատու եւ աշակերտ իրավիճակներ։ Երբ տնայինը չես գրել ու ասում ես, որ տետրդ մոռացել ես տանը։ Բարև ձեզ երեխաներ ջան, նստեք։ Մի անգամից ուզում եմ տնայինները ստուգել։ Ով է գրել։ Էլեն պատրաստ ես։ Տնայինը գրել եմ, բայց տետրս տանն եմ մոռացել։ Գլուխդ մոռանայիր։ Այդ գլուխդ բերել ես, տետրը ոչ։ Եթե գրեիր, անպայման կբերեիր։ Բայց ոչինչ, ես վաղը քո տետրը կստուգեմ։ Ու Աստված մի արասցե, ես տեսնեմ, որ դու այսօրվա տնայինը չես գրել։ Մի անգամից 3 հատ 2 կանցկացնեմ մատյան։ Երբ դասատուին դասամիջոցին մոտենում ես, որ բան հարցնես։ Ու այդ պահին այդ երեխան ինձ ինչ ասի, որ լավ լինի։ Ընկեր Հակոբյան, կարող եմ ձեզ խնդրել այսօր մի քիչ շուտ տուն գնամ։ Ինչու՞։ Հոր եղբայրս ա մահացել։ Ցավակցում եմ Էլեն ջան, կարող ես գնալ։ Մերսի շատ։ Երբ դասատուն դաս է հարցնում։ Էլեն, դասը սովորել ես։ Հա, սովորել եմ, պատմեմ։ Ես սկսիր պատմել։ Հովհաննես Թումանյանի Անուշ պոեմի մասին եմ ուզում պատմել, նախ ասեմ, որ այս պոեմը երկու սիրահարների մասին։ Այո, եւ ինչ եք կարծում երեխաներ, այդ պահին Սարոյի եւ Անուշի հարաբերությունները ինչպիսին էր։ Այդ ժամանակահատվածում, եթե կարդացել եք, պետք է իմանաք հստակ, թե ինչ էր զգում Անուշը այդ պահին։ Կներես, որ ընդհատում եմ։ Այո, մի փոքր ցանկացած ես բացատրել Անուշի հոգեվիճակը։ Հա, Անուշն ու այդ ամենից դա սկիզբ առավ։ Լավ Էլեն, նստիր, քեզ 5 եմ դնում։ Բայց ինչի 5։ Բա ինչ պատմեցիր, աղջիկ ջան, դաս եմ հարցրել, պետքա պատմես ամբողջ ընթացքում ես էի խոսում։ Ես եմ դաս պատասխանում։ Քեզ հարցրել եմ, դու բան չես խոսում, ջուր ես առել, բերանդ կանգնել ես, դե ես պետքա չէ ինչ-որ կերպ այս դասաժամը անցկացնեմ։ Այ քեզ է բան։ Դե դու որ պատմեիր, ես չէի խոսի, հասկանում ես, դու որ խոսեիր, ես չէի քեզ ընդհատի։ Քեզ բա ես եմ ամբողջ դասը պատմում եւ դեռ մի բան էլ բողոքում ա, որ իրեն 5 եմ դնում։ Դասատուի արձագանքը, երբ զանգը տալիս է ու դու պատրաստվում ես, որ դուրս գնաս։ Այո, եւ տնայինի հետ մեկտեղ վերցնում եք դասը պատմել, պետք է գաք այսօր ինձ։ Զանգը ուսուցիչների համար է։ Նստեք։ Կգնաք այն ժամանակ, երբ ես խոսքս կավարտեմ ու ձեզ կասեմ, որ գնաք։ Ինչու ես ուշանում, զանգը վաղուց հնչել է։ Մի րոպե, այն օրը դուք չասեցիք, որ զանգն ուսուցիչների համար է։ Այ քեզ դաստիարակություն։ Գրավոր ստուգողական աշխատանք։ Բացեք տետրերը մեկ մատ խորքից սկսեք գրել։ Գրավոր ստուգողական աշխատանք եմ ձեզ հանձնարարում։ Ան, մի հատ գրիչ կտաս, որ խնդրեմ։ Աղջիկ, քեզ թվում է ես չեմ տեսնում, ինչպես ես կողքինիցը տարտագրում, հարցնում, մեկ էլ մեկ հատ ձայն լսեցի։ Դասարանից ուղիղ տնօրենի մոտ։ Պարզ է։ Բայց ես որ տեսնում եմ, բայց ձայն չեմ հանում, դա դեռ չի նշանակում, որ ես կույր եմ։ Հա ու մեկ էլ, ում իմ դասը հետաքրքիր չէ, կարող եք հենց հիմա դասարանից դուրս գնալ։ Ինչպես է դասը թելադրում, բոլորիս ծանոթ են դասատուն։ Բացեք տետրերը, մեկ մատ խորքից սկսեք գրել։ Թելադրում եմ։ Իր կենդանության օրոք ասել է եւ դրանից հետո
Իր կնոջ հետ Էս ինչ ասեց? Վերջ երեխաներ, սա վաղը անգիր եմ հարցնելու ու դուք պետք է պատասխանեք, հա իմ մեզ թելադրածը։ Վերջին ժամի եմ բոլորի սիրելի դասատուն։ Օֆ, այս վերջին ժամերին էլ էներգիա էլ չի մնում, որ ձեզ դաս բացատրեմ։ Բայց դե պետքա պարապենք, դասաժամա տրվածա, պետք է պարապենք, հո իմ վրա խոսակցություն չի գալու ձեր պատճառով։ Բայց եթե ինձ ասեք, խոստանակ, որ 2-3 հոգով կամաց առանց ձայնի դուրս կգաք ու խելոք կգնաք տուն, կվստահեմ ձեզ ու միասին կգնանք տուն։ Ես էլ եմ մարդ, ես էլ եմ հոգնում ու տեսնում եմ, որ դուք էլ եք հոգնել։ Խոսք եք տալիս, լուր 2-2 գնացեք տուն։ Դասատուն երբ իր ժամին ուրիշ առարկայի տնային ես գրում։ Աղջիկ, կարող եմ իմանալ, էդ ինչ ես այդպես գրում, ջնջում, ես էստեղ խոսում եմ, դու այդտեղ ինչ-որ գրավոր ես գրում։ Հանրահաշվի տնայինն է գրում։ Իսկ կներես հանրահաշվի ժամին, որ առարկայի տնայինն ես գրելու, էդ իմ առարկան քեզ ընդհանրապես չի հետաքրքրում, հա։ Հայ քեզ բան ես էլ պետքա ուրիշ դասատուների նման լինեմ, գոռամ, վիրավորեմ, որ իմ դասերը ուրիշների ժամերին անեք, հա։ Դե հա ինչի, ես ով եմ, որ իմ առարկան ինչ ձեզ։ Դրա համար էլ տենց եք վարվում ինձ հետ, տեղն ա ինձ։ Հետաքրքիր ա դու տանը էդ ինչով ես զբաղված, որ տնային անելու ժամանակ չունես, էստեղ ես անում։ Երեխեքդ էին գազի վրա, թե ամուսնուդ համար հաց էիր պատրաստում։ Ոյ քեզ բան։ Դե ինչ, այսօրվա իմ պատրաստած վիդեոն այսքանն էր։ Եթե ձեզ դուր եկավ կամ եթե այս իրավիճակներից գոնե մեկը ծանոթ էր ձեզ, անպայման սեղմեք լայքի կոճակին ու բաժանորդագրվեք իմ ալիքին։ Հա ու մեկ էլ կոմենտներում գրեք, թե ինչ ֆորմատի վիդեո կցանկանաք տեսնել հաջորդ անգամ։ Դե ինչ, մինչ նոր հանդիպում։